ժամանակավորապես անհասանելի է։ Համարը ժամանակավորապես անհասանելի է։ Այդ դավո ես քո ինչ եմ ասել։ Ամեն դեպքում պետք է Վահանի հետ խոսացվի։ Բայց ես չեմ հասկանում ոնց կարելի է այդպես հեշտ այդ բիզնես լեգիոնը հանձնել դրանց։ Անիմաստ է Գասպար ջան, Վահանը հաստատ է որոշել։ Հասկանալի է Հայկ, բայց Վահանը այդ քայլի գնում է ձեր համար ախպեր։ Գոնե դուք մի թողեք, որ այդ բանը մի համաձայնվեք։ Ես էլ եմ այդ ասում եմ ջան։ Ալո, Սյուզ բարև։ Այդանա, ոնց եք։ Սովորական։ Սուրենը տանն է։ Սուրենը։ Չէ, տանը չի։ Շուտ է դուրս եկել։ Այդա, Սուրենը երեկվանից տանը չի։ Ոնց թե։ Ահա, դու չգիտեիր ինչ ա եղել իր հետ։ Չէ, Սյուզ, ինչ ա եղել։ Աջան, շինարարության ժամանակ, ոնց ասեմ, վրան ինչ-որ ծանր բան ա ընկել։ Հա, այդ գիտեմ, բայց իրան բան չէր եղել, չէ։ Ինչի դու հետո չես խոսել այդ։ Չէ, Սյուզ, չեմ խոսել, երեկվանից զանգում եմ, անհասանելի է։ Դու չգիտես որտեղ է։ Չէ, աջան, բայց ես ինչքանով որ հասկացա, վռամը Սուրենի ինչ-որ հեռու տեղ ա ուղարկել։ Ուր, ինչի համար։ Դե այդքանը որ իմանա սկզբից կասեի էլի։ Լավ, Սյուզի, որ ինչ-որ բան իմանաս, զանգի ինձ ասա, եղավ։ Եղավ աջան, լավ։ Պակա, հա։ Այ քեզ բան։ Դավոն ինչ ասում։ Բարև ձեզ։ Բարև ջան։ Հայկ, չգիտես նվարտը տանն է։ Ոնց է խանութ դուս եկա Վահիդ։ Ինչ ա եղել։ Չգիտեմ, Սուրենին եմ փնտրում, չեմ գտնում։ Այսինքն։ Դե չգիտեմ, Հայկ, երեկվանից զանգում եմ, անընդհատ անհասանելի է։ Լավ, ես դուրս եմ գալու, նվարտին ասա, որ երեխուն թիկնապահները կբերեն դուք չան հանգստանա, լավ։ Եղավ այ ջան։ Ես Ռուբեն Դալաքյանն ես պալատում, հա։ Հա, բայց այցելությունը չի թույլ է տրվում։ Մենք նրա հարազատներն ենք։ Կներեք, բայց բոլորի համար է այցելությունը արգելված։ Լավ, Զարարի գնանք բժշկին տեսնենք։ Ես էլ եմ Գասպար ջան, գործն ունեմ, գիշերը կգամ մոտդ։ Կամ մի լավ բան պլանավորենք, տենանք ինչ ենք անում։ Հայ դու ջան, դե գիտեք, ես ամբողջ օրը ընդ եմ կսպասեմ ձեզ։ Լավ։ Աբել, Գասպար, ես պետք է մի ժամով տանից դուրս գամ։ ուր ես գնում։ Մոտս գործի հետ կապված մի քանի թուղթ ա մնացել ու դարակի բանալիները պիտի վերադարձնեմ։ Սուրենի հետ ես հանդիպել։ Չէ, իմ հետ քարտուղարուհին ա կապվել։ Իր հետ եմ պայմանավորվել։ Մեր կարաս ասես որտեղ եւ որ ժամ։ Լավ։ Լավ։
Հա, ինչ են ասում։ Ասում են Ռուբենին Մարնեոլի մերձակա ինչ-որ ամայի տարածքում 3 ջահել են գտել։ Այդ տղան ինչ են արձակնել, ինչ են պատում։ Հարցաքննության ժամանակ 3-ն էլ նույն բանն են ասել։ Ռուբենը անգիտակից վիրավորված ընկած է եղել, իրանք էլ գտել են, որոշել են օգնել, վերել են հիվանդանոց։ Պաստորեն Ռուբենի պատմածի հետ համընկնում է։ Ինքը հուշքի է եկել արդեն հիվանդանոցում։ Իր ասելով առաջի անգամ ուշքի է եկել, երբ իրան մեքենայից հանել են։ Փորձել է դիմադրել, ազատվել իրան բռնողների ձեռքից, որի հետևանքով գլխին հարված աստացել ու գիտակցությունը կորցրել է։ Ստացվում է, որ այդ ամենը եղել է Վրաստանում։ Իսկ Ռուբենը չի տվել իրան բռնողների նկարագրությունը։ Ինքն ասում է, որ դիմակներով են եղել։ Նրա մեքենան մինչև հիմա հայտնաբերված չի։ Իր պատմածով իրան ուրիշ մեքենայով են տեղափոխել Վրաստան։ Ու իր մեքենայից ինքը տեղակ չի։ Ինչ բայիկա։ Լրիվ խճճված պատմություն։ Խճճված չի Գևոր։ Եթե պարզվի, որ այդ ամեն ինչը իրոք եղել է, ուրեմն սա շատ լավ մշակված պլան է։ Ռուբենին քնացրել են։ Տարել են Վրաստան։